Միքայել Սրբազանն ասում է. ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել։ Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել եւ իր համաձայնությունը ստանալ։ Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցած պատասխաններն արդեն ներկայացվել էր քննիչի կողմից դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն։ Այսինքն իշխանությունը ամեն ինչ անում էր, որպեսզի փորձի թե կալանավորման հարցով ապացույցներ ունենա, թե մնացած հարցերով։ Իշխանությունը ինչպես եկեղեցին, այնպես էլ Միքայել Սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ Սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք, եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ Սրբազանի կոչը այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել։ Եթե հիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, ապա կտեսնեք, որ այդ կապն են փորձում արհեստականորեն ստեղծել։ Մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանի գործի հետ կապված ձայնագրություններ էր տեղադրում Նիկոլ Փաշինյանը եւ զուգահեռ մեկնաբանություններ էր կատարում, փորձելով դա կապել Մայր Աթոռի հետ։ Բագրատ Սրբազանը Մայր Աթոռի արքեպիսկոպոս է, բայց այդ քաղաքական գործընթացի մեջ նա մտել է իր անձնական պատասխանատվությամբ, ինչի առնչությամբ նրա Տավուշի թեմի առաջնորդի լիազորությունները կասեցված են։ Այս նկատառումներից ելնելով է, որ Միքայել Սրբազանը հստակ հայտարարություն է կատարել։ Այդ հայտարարությունը կազմվել է 5 պաշտպանների ներկայությամբ։ Որևէ մեկի հետ այդ մասին չի քննարկվել։ Դրսից զանգ չի եղել, ներսից զանգ չի եղել։ Այդ որոշումը կայացրել է Միքայել Սրբազանը։ Մենք 5 պաշտպաններս համակարծիք ենք եղել Սրբազանի հետ։ Մնացած հարցերին, այդ թվում քրեական գործի անհիմն լինելու եւ ապօրինի կալանավորմանը կանդրադառնանք 2025 թվականի հունիսի 30-ին, երկուշաբթի օրը, ժամը 10:30-ին Փաստաբանների պալատի մեծ դահլիճում, Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Այնպես որ լրագրողներ սիրով հրավիրում ենք ասուլիսի։ Այսքանը շնորհակալություն։